Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր նոյեմբերի 3-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Իհարկե աշխարհաքաղաքական զարգացումները բնական է մշտապես խոսում ենք, որ պայմանավորված է ուկրաինական պատերազմով ու դրա արդյունքով դրանք անդրադառնանք անպայման, ուղղակի Ադրբեջանից կարծիք հնչեց, որին Հայաստանի վերաբերմունքը առնվազն տարակուսելի է, խոսենք դրա մասին, հասկանանք։ Նախ այսօր ազգային ժողովում նաև պաշտպանության նախարար, նաև տարբեր պաշտոնյաներ խոսում են նրա մասին, որ օգոստոսի 8-ից հետո Վաշինգտոնյան պայմանավորվածությունից հետո Ադրբեջանի հռետորաբանությունը փոխվել է, արդեն տեսնում եք խաղաղությունը, իրականում մենք դա տեսնում ենք, եւ նաև պարբերաբար հղում են անում Ադրբեջանին, որ տեսեք, այնտեղ Ադրբեջանում մթնոլորտը փոխվել է։ Վարչապետն էլ վերջերս ասում էր, որ հոմենակ ես չեմ խաղաղությունից խոսում, Ալիևն էլ է խոսում, այսինքն լսեք իրան, տեսեք ինքն էլ է ասում, հոմենակ իմ անունից չեմ ասում։ Այսինքն նրանք պարբերաբար հղումանում են Ադրբեջանի վրա, բայց չգիտես ինչի, երբ որ Ադրբեջանից կարծիքներ են հնչում, որին պետքա պատասխանեն, մտածում են ինչ է կնգել Ադրբեջանի կարծիքի հետ։ Հայրանք իրանց համար կարծիքը հայտնում են, էլի, ոնց։ Այդ նույն Ադրբեջանը չի ու նույն պաշտոնյաները չեն, իսկ հիմա տեսնենք ինչին է դա վերաբերվում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, Ղարաբաղը եւ Արևելյան Զանգեզուրը քննարկելիս մենք չենք կարող չանդրադառնալ Ադրբեջանի պատմությանը։ Ցավոք տարիներ շարունակ հայկական կողմը եւ Սփյուռքը խեղաթյուրել են մեր պատմությունը եւ այս քարոզչությունը շարունակվում է։ Մենք պետք է դրան հակադարձենք մեր սեփական գիտական ճշմարտություններով։ Չմոռանաք, որ Սփյուռքի դեմ բողոքում է Էրդողանը, Սփյուռքի դեմ բողոքում է Ալիևը։ Եվ դրա համար հետևողականորեն բոլոր քայլերը արվում է, որպեսզի այնպես անեն, որ իսկապես Սփյուռքի եւ Հայաստանի միջև լինի շատ լուրջ խզում, որի հետ կապված հատուկ նպատակային քայլեր է անում Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն ուղղակի հանձնարարություն է կատարում, դա նորություն չի։ Հիմա հասկանանք շարունակությունը, այսինքն գիտական փաստերով պետք է հակադարձեն։ Ալիևը նշել է, որ դրա համար անհրաժեշտ է իրականացնել ավելի շատ հետազոտություններ, ցուցահանդեսներ, հրապարակումներ, պատմական քարտեզներ, 20-րդ դարի սկզբին հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն։ Չկա Սևանա լիճ, բայց կա Գոյչա լիճ։ Այդ քարտեզները պատրաստվել են ցարական Ռուսաստանի կողմից, որը հայերին Իրանից եւ Արևելյան Անատոլիայից վերաբնակեցրել է Ղարաբաղ էթնիկ կազմը փոխելու համար։ Այդ քարտեզները արտացոլում են պատմական ճշմարտությունը, մենք պետք է ուսումնասիրենք եւ տարածենք դրանք, հայտարարել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ ադրբեջանցիների վերադարձը իրենց պատմական հողեր, այսօրվա Հայաստան, չպետք է վախեցնի հայ ժողովրդին։ Չէ, հայ ժողովրդին պետք է վախեցնի, հայ ժողովրդի իշխանություններին չի վախեցնում, որտեղ նրանք դռները բաց, գրկաբաց աղոհացով կդիմավորեն։ Ես արդեն ասել եմ, մենք պետք է այնտեղ վերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Պետական մարմինները, հասարակական կազմակերպությունը եւ իհարկե գիտնականները պետք է աշխատեն այս ուղղությամբ, ասել է Ալիևը։ Հիմա հասկանանք ինչ է ասում։ Նախ բերում է ցարական Ռուսաստանի քարտեզներ։ Ենթադրենք կա կամ չկա դա։ Դա ինչ կապ ունի 91 թվականի Ալմաթիի հռչակագրի հետ, որ Նիկոլ Փաշինյանը առավոտից իրգու կոկորթը պատրում ասելով, որ մենք պայմանավորվել ենք, որ խորհրդային միության սահմանները ճանաչում ենք։ Ցարական Ռուսաստանը խորհրդային միության կազմում էր։ Ինչի՞ է Ալիևը, որը որ ճանաչել է խորհրդային միության ավարտի ժամանակվա տարածքը, եթե ճանաչել է, բայց ուրա որ ճանաչել է։ Նայեն փաստաթուղթը, որը որ այնտեղ նախաստորագրված, ստորագրված չի, որևէ պարտավորություն չկա, որևէ ժամկետներ ու քայլեր չկա, միջազգային երաշխիքներ չկա, դրա մասին ամեն անգամ ենք խոսում։ Այսինքն ինչ է առաջանում։ Նա ասում է, ես Ալմաթիի հռչակագրին համաձայն եմ, ճանաչում եմ, բայց ասում է, որ ցարական Ռուսաստանի ժամանակվա քարտեզներով դա մեր պատմական տարածքն էր, Էս Ալիևն է մեզ Ալմաթիի հռչակագրով խաղաղություն երաշխավորում, որ ասում ենք այդ ամբողջը սուտ է, ինչ ենք ասում, որ ոչ միայն ասում ենք սուտ է, այդ ստի կողմից անցել է նաև Փաշինյանը, Փաշինյանը խաղում է իր թիմից,
Ոչ թե նա չի կարողանում դիմադրի Ալիևին, այլ պարզապես ինքը Ալիևի խաղն է խաղում։ Մեզ ասում է, որ խաղաղությունն եկել է, այ դրա համար իմաստ չունի շատ զինվել, խաղաղությունն եկել է, հանգստացեք, գնացեք, երգեք, բարեք, թռչկոտեք, ինչի հետևից եք ընկել, եթե դուք որևէ բանից խոսում եք, դուք պատերազմ եք ուզում, չեք տեսնում հազիվ խաղաղության մեջ ենք ապրում, եւ այլ եւ այլ։ Այդ մեկ, եւ մյուսը, ինչ է ասում, չի ասում, թե մենք կգանք Հայաստան, մեր պատմական հողեր, եթե մեզ ընդունեն։ Չէ, մարդը պարզ ասում է, չպետք է վախեցնի հայ ժողովրդի։ Ես արդեն ասել եմ, մենք պետք է այնտեղ վերադառնանք, ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Այսինքն մենք այսպես թե այնպես պետք է վերադառնանք։ Եթե չեք ուզում տանկերով, ուրեմն խաղաղ գալու ենք մեքենաներով։ Բայց վերադարձը ինքը համարում է անխուսափելի, որովհետև պատմականորեն դա իր հողն է։ Բանի Արցախի հետ կապված էլ նա անընդհատ ասում էր դա իմն է, խաղաղ ճանապարհով չտվեցիք, ես պատերազմով վերցրեցի։ Անիմաստ տեղը բանակցում էինք։ Հիմա ամբողջ աշխարհին ուզում է տարածի, որ այո, դա Հայաստանը իր տարածքն է, որի դեպքում արդարացնի, եթե դուք խաղաղ ճանապարհով համաձայն չեք, որ մեքենաներով գանք Հայաստանը վերցնենք, ուրեմն տանկերով կվերցնենք։ Հույս ունենք, որ տանկերի հարց չի լինի, որովհետև Հայաստանի իշխանությունները գրկաբաց կդիմավորեն մեզ։ Սա է ժողովուրդ ջան։ Ավելի պարզ, ինչ ասեն, որ հասկանանք։ Այս խաղաղության օրակարգն է։ Հայաստանը իր պատմական տարածքն է։ Եվ տենց հանձնարարություններ ա տալի, գնացեք, քարտեզներ գցեք, սիմպոզիումներ եք անում, հավաքներ եք կազմակերպում, ամեն ինչ անում եք, իդուր աշխարհի հայտարարում ենք, որ դա մեր տարածքներն է։ Եթե քո տարածքն է, դու ճանաչում ես ՄԱԿ-ի կողմից Հայաստանը, ասում ես, չէ, չենք ճանաչում, որովհետև դե այդ պետությունները չենք ճանաչում, բայց ընդունում ես, չէ, որ Հայաստանի 91 թվականի հռչակագիրը։ Դե ուրեմն չես ընդունում, բա ասում ենք, որ չի ընդունում, չէ։ Բա ասում ենք, որ այդ մարդը խաղաղության չի գնում, ու չգնալու մեղքը գցում Հայաստանի վրա։ Այս Ալիևին էի հրավիրում Հայաստան, բարիդրացիական ժեստ անում։ Ով է հիմա իրան պատասխանելու։ Իհարկե պատասխան հնչել է, բայց ավելի լավ է չհնչեր, խայտառակ չլնեինք, էլի։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքելով Ալիևին, ես արդեն ասել եմ, մենք պետք է այնտեղ վերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով, հայտարարության, ինչ է ասում։ Ավելացնելու բան դրան չունեմ։ Համարում եմ, որ դա չի բխում այն տրամաբանությունից, որը գոյություն ունի։ Այսինքն, դե դուք խաղաղությունից եք խոսում, Ալիևն ասում է գալու եմ Հայաստանը վերցնեմ։ Հարկը չի բխում։ Չեք կարող խաբեք մարդկանց, բայց իհարկե չի բխում։ Բայց միևնույն ժամանակ դա նախատեսված է իր ներքին լսարանի համար։ Իսկ ներքին լսարանի տեղը պատասխանելու իմաստ չեմ տեսնում։ Նախ ոնց իմացար, որ ներքին լսարանի համար է։ Հետո այս ինֆորմատիկայի պայմաններում, տեխնիկայի պայմաններում։ Ինչ ներքին լսարան, ինչ արտաքին լսարան։ Դարպասի վրա մի բան գրես, ամբողջ աշխարհը կարող է կարդալ։ Ներքին լսարանը ո՞րն է։ Այսինքն դու ոնց իմացար Ալիևը ներքին լսարանի համար ասում, թե արտաքին։ Հետը կապի մեջ ես, թե պետք է Ալիևին փաստաբանություն անեք։ Կամ բացի դրանից, ինչ է նշանակում ներքին լսարանի։ Բա դու գնում ես խաղաղության, Ալիևի հետ, Ալիևով մեզ խոստանում ես խաղաղություն։ Ալիևը ներքին լսարանին ասում է, Հայաստանը մերն է, պետք է գնանք վերցնենք։ Փաստաթղթերը պատրաստ եք, հիմնավոր եք դնենք տակը, որ գնանք Հայաստանը վերցնենք։ Խաղաղ դրանք մեքենաներով վերցնենք, մեկը վերցնելու են կամ տանկով կամ մեքենայով։ Իսկ ինչի է գտնում, որ կարա մեքենայով վերցնի, ոչ թե տանկով, դա դեմը Նիկոլ Փաշինյանն է, էլ ինչ տանկ։ Իմաստը որն է տանկի, եթե ինչ ուզի ցեղանի վրա կստանա։ Ավելի պարզ ոնց են բացատրում։ Այսինքն դուք ուզում եք ասեք Ալիևը ներքին լսարանին ասում է Հայաստանը պետք է գնանք վերցնենք, դա մեզ պետք է չանհանգստացնի։ Դա ներքին լսարանի համար է ասած։ Այս է մակարդակները ժողովուրդ ջան։ Դե հիմա ասեք, որ հանգիստ նստեք տեղներդ, կամ էլ թե չէ գնացեք զբաղվեք համերգներով, դուք ուրիշ բան չունեք անելու։ Տեքստի մեջ ազատագրելու բան չեմ տեսել։ Ալեն Սիմոնյանն է շարունակում։ Ընդհակառակը, որ ասում է մենք պետք է մեքենաներով վերադառնանք, խոսքը տանկերի մասին չէ։ Ասում է, որ պատերազմով չէ այդ հարցը լուծվելու, մեքենաներով, ոչ թե տանկերով։ Այսինքն հարցը լուծվելու է
ոչ թե տանկերով, բայց հարցը լուծվելու է, ինքը ընդունում է, որ Ալիևը հարցը լուծելու է, բայց սա նույն Ալեն Սիմոնյանը չէր, որ մի քանի որոշ ժամանակ առաջ ասում էր, այո, պետք է 300,000 գան Հայաստան, բա ինչ հայերը ուրիշ տեղ չեն գնում աշխատում, նրանք էլ պետք է գան, բա որ ասում եք դա հենց այնպես չի ասվում, դրա տակ հիմք կա, դրա տակ պայմանավորվածություններ կան, ասում եք ոնց հայերևը այդ պայմանավորվածությունները հիմա չեք տեսնում, այսինքն կանգնում են ասում են դու պետություն չունես, դու ասում ես մենք իրական Հայաստան ենք, քաղաքականություն ենք վարում, մոռացեք պատմական Հայաստանը, իրական Հայաստանի մասին ենք խոսում, Ադրբեջանն ասում է մոռացեք այս իրական Հայաստանը, պատմական Ադրբեջանն է դա, ու մենք դա վերցնելու ենք։ Դա պետք է ոչ մեկին չմտահոգի, թե դուք ասելու բան չունեք։ Ուզում եք որ Ալիևին ասեք լավ դե սուս մնա, ժողովրդին խաբենք, ընտրվենք, հետո նոր ինչ ուզում ես ասա, ախպեր դռները բացենք արի։ Բայց Ալիևն էլ ասում է չէ, բա որ հանկարծ դուք ժողովրդին խաբեք, ընտրվեք, հետո հանկարծ դռները բացեք, այդ ժողովուրդը փողոց լցվի, ձեզ հանի շպրտի դուս։ Որտեղից եկել եք քուչեքից։ Բայց այդ դեպքում իմ հարցը ով է լուծելու։ Նա ուզում է ասի ոչ, հայ ժողովուրդ, ես գալու եմ Հայաստանը վերցնեմ։ Եթե դու Փաշինյանին ընտրելու ես, ուրեմն դու համաձայն ես Հայաստանը հանձնել Ադրբեջանին, որովհետև դու ընտրում ես հանձնողին։ Նա ուզում է դա մեզանից լսի ժողովուրդ ջան։ Մոռացել եք, որ ասում էր հանրակրվե արեք, որ հասկանանք, որ դուք համաձայն եք այդ պայմանավորված։ Ես Ադրբեջանի Փաշինյանի հետ չեմ փաստաթուղթ ստորագրում, այլ հայ ժողովրդի հանրակրվեն աչքս կողեք, ցույց տվեք, որ դուք հրաժարվել եք պահանջատիրությունից։ Այսինքն ժողովրդի հետ ես պետք է այդ պայմանավորվածությունը ձեռք բերեմ։ Հիմա էլ է անում դա։ Ձեզ թվում է ինքը չի հասկանում, որ դա կարող է կրքեր բորբոքի, բահատուկ է անում։ Ասում է, եթե սրանից հետո դուք կընտրեք այս իշխանությանը, ուրեմն դուք Հայաստանը հանձնելու համաձայն եք, ինչ է պատահել։ Ավելի պարզ ոնց ասի։ Ինքը ուզում է այդ երաշխիքը ստանա հայ ժողովրդից իր քվեարկությամբ։ Եթե դու գնում ես խաղաղության օրակարգ Փաշինյան ես քվեարկում, դու քվեարկում ես Հայաստանը հանձնել օգտին։ Մի բարդ բան եմ ասում, ժողովուրդ ջան։ Եվ ես էլ Հայաստանի կողմից հերկումը։ Իսկ այսօր ինչ է անում ամեն անգամ Ալիևին հիշատակելով Նիկոլ Փաշինյանը։ Այսօր էտա, չէ, Ալիևը այդպիսի հայտարարություն է անում։ Ամբողջ համացանցը ողողված է։ Փաշինյանն ինչով է զբաղված։ Փաշինյանը ինչով է զբաղված էլի Facebook-յան մի օգտատեր տեսանուտ է հրապարակել ու գրել։ Քիչ առաջ ես ու Նիկոլ Փաշինյանը քաղաքային տարբեր տրանսպորտ էինք նստել, իմ նստած տրանսպորտում մարդկանց շատությունից անգամ դռները չէր փակվում, Նիկոլի նստած տրանսպորտում անգամ իր ախրանան էր տեղավորվել։ Այսպես ապրում ենք մեր դառը, բայց իրական ու նիկոլական կեղծ Հայաստանում։ Ամեն տեղ խաբում են։ Հիմա հարցը որն է։ Ինչ է նշանակում պաշտոնյան տրանսպորտով գնա գործի։ Համեստ է այդ պաշտոնյան։ Համեստ ձևով դուրս է գալիս եւ գնում է գործի ինքը ժողովրդի ծառան է, չէ՞։ Շատ ողջունելի է։ Երբ որ աշխարհում նման բան անում են, մենք չենք դա դրական վերաբերվում, որտեղ դա կենսակերպ է, ապրելակերպ է, քվեարկող մարդուն, ընտրող մարդու նկատմամբ հարգանք, որ ես վճարովի ծառայող եմ, որին դու ընտրել ես, պատվիրակել ես քու խնդիրները լուծելու համար։ Նա այդպես էլ իրան վերաբերվում է։ Բայց ինչի է Հայաստանում նույն բանը հենց Փաշինյանն անում, ասում են կապիկություն է անում։ Բանուր բանն է, չէ՞, ոչ տարբերությունն ուրիշ է։ Ինքը քայլելով համեստը գնում է, համեստի կողքով գնում է նկարահանող խումբը, համեստի կողքով գնում են թիկնապահները, որպեսի ֆիքսեն թե ինքը ինչքան համեստ է։ Անհամեստորեն ծախսեր է անում, որպեսի ցույց տա թե ինքը ինչքան համեստ է։ Դրա համար ենք ասում պետք չի կապկել արտասահմանյան պաշտոնյաներին, նրանց մոտ իրականություն է, քո մոտ կապիկություն է։ Բարդ է այդքան հասկանալ։ Ինչ է նշանակում համեստ պաշտոնյան հեծանվով գործի է գնում։ Համեստ պաշտոնյան հեծանվով գործի է գնում, ինչ կա չհասկանալու։ Մարդու ապրելակերպը դա է, նա այդպես է գնում, նա այդպես է պատկերացնում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը կապկում է դա արտասահմանից եւ ասում է ժողովուրդ ջան, տեսեք ես էլ եմ համեստ, հեծանվով գործի եմ գնում, կողքից գնում է թիկնապահների խումբը եւ վերևից կողքից դրոններով, չգիտես ինչով նկարահանող խումբ է գնում, որպեսի ցույց տան համեստ չինովնիկին։ Ժողովուրդ ջան, ամոթ է լավ էլի։ Հիմա էլ որոշել եմ ցիլինդր դնի, երեք բերետ էր դնում։ Ամեն անգամ մի հատ թազա դեր է խաղարկում։
Որովհետև վարչապետի դերը իր հակով չի, նա իր տեղը չի գտնում այդ պաշտոնում, ժողովուրդ ջան, նա անդադ բան է գալի, թե որ դերի մեջ պետք է լինի։ Ալիևով հավաստիացրել ես, ուր ես։ Հարգելի համեստ չինովնիկ, փողոցը կես ժամ փակում են, որպեսզի դու հեծանիվ քշես։ Էդ է քո առողջ ապրելակերպը։ Նախ ցանկացած բժիշկ կասի, որ աղտոտված քաղաքի կենտրոնում, որ մշտապես աղտոտված է օդը, եթե ինտենսիվ շնչես, առողջությանը վնաս է, ոչ թե օգուտ։ Իսկ եթե կես ժամ ավտոները կանգնացնես, այդ արտանետումները, օդի հայրիկն ու մայրիկն անիծում ես։ Էդ էլ քո առողջ ապրելակերպն էլ է հիմարություն, որը ուզում են ներկայացնեն այդ ձևով, եւ մեկ էլ համեստությունը, որը անհամեստ ծախսերով ցույց են տալի այդ համեստությունը։ Այդպես չի աշխատում, ժողովուրդ ջան։ Եթե դրա վրա որևէ մեկը խաբվում է, շատ վատ է, որ խաբվում է։ Իսկ հիմա նայենք Դոնալդ Տրամպը, որը որ մշտապես խաղաղության օրակարգով է շարժում եւ ասում է, թե Ամերիկայի հոգսերով զբաղվենք, մենք պետք է մեկուսացման քաղաքականություն վարենք, մեզ այնքան չի հետարկում օվկիանոսի տենկում իրանք թող իրանց հարցերը լուծեն, բայց Նոբելյան մրցանակ չստանալուց հետո ոնց որ թե հասկացա, որ ավելի լավ է վերադառնային իրական դիրքին, որը Միացյալ Նահանգները պետք է ունենա, պարտավոր է ունենալ այն դիրքը, որը նա ուներ աշխարհում։ Հիմա ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել, ԱՄՆ զինված ուժերը կարող են զորքեր տեղակայել Նիգերիայում կամ օդային հարվածներ հասցնել Արևմտյան Աֆրիկայի այդ երկրում քրիստոնյաների մեծ թվով սպանությունները դադարեցնելու համար։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները կմիջամտի եւ կկանխի ցեղասպանությունը, իհարկե դա կլինի շատ ողջունելի։ Իհարկե։ Բա Ամերիկայից դա էլ սպասում են։ Ինչը 94 թվականին նույն աֆրիկյան պետությունում Ռուանդայում, երբ որ խուտուները իշխանության եկան եւ տուցիներին սպանեցին մոտավորապես 1 միլիոն մարդ։ Այդ ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բիլ Քլինտոնը հետագայում հայտարարեց, որ իր արտաքին քաղաքական ամենախոշոր ձախողումներն ա եղել, որ մենք չկանխեցինք Ռուանդայի գենոցիդը։ Եվ նաև իրանց մեղքը ընդունեցին նաև ֆրանսիացիները, որոնց մեղադրում են, որ հրահրեցին այդ ցեղասպանությունը։ Եվ նաև պետական մակարդակով էլ այդ հարցը բարձրացրեցին, որ այո, Ֆրանսիան փոխանակ կանխեր, ինքը ընդհակառակը կարակի վրա յուղ լցրեց, բայց Ֆրանսիային հանգիստ թողենք, Ամերիկայից ենք խոսում, չէ՞։ Բա Ամերիկայի Միացյալ Նահանգները ասում է, բա իմ աչքի առաջ տնեն միլիոն մարդ սպանեն, մենք չմասնակցենք, եւ դա ինքնախոստովանական հայտարարություն արեց Քլինտոնը, որ դա մեր ձախողումն է։ Ուզում եմ ասեմ, Դոնալդ Տրամպը, եթե ուզում է աշխարհում վերականգնի Ամերիկայի դերակատարությունը, այո, պետքա Նիգերիայում, եթե բնաջնջում են մարդկանց, գնա եւ հարցը լուծի, եթե կարող ես։ Ու խաղաղություն պարտադրի, այդ դեպքում Նոբելյան մրցանակը չտանել, ամբողջ աշխարհը քեզ կճանաչի խաղաղություն բերող։ Իսկ հիմա նայենք, նույն ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի օրերը այդ պաշտոնում հաշված են։ Սպիտակ տունը հավանություն է տվել Վենեսուելայում ռազմական թիրախների հարվածներ հասցնելուն։ Իհարկե այնտեղ խնդիրը նաև առաջանում է թմրանյութերի հետ կապված լուրջ հարցերի առնչությամբ, որի հետ կապված աշխատանք հատանում նաև Միացյալ Նահանգները խոցում է նրանց նաև նավեր եւ այլ, այսինքն որ անուղելի է Վենեսուելայի ղեկավարը, պետք է ուղղակի նրան գահանքեց անել։ Դնենք մի կողմ, որքանով է դա այդպես կամ որքանով է դա վերջնական եկել այդ վիճակին հասել, որ դա այդպես է անել, բայց խնդիրն ուրիշ է։ Գտնում ես կարգուկանոն պետք է հաստատես Վենեսուելայում, հաստատի, բա խաղաղության հետևից է իրենք է։ Լատինական Ամերիկայում չես կարող կայունություն հաստատես, ընկելես ինչ ես անում։ Հետո բարդ չի, որ որոշ մարդիկ պատահաբար ուղակի հիշատակեն, որ Վենեսուելան ամենամեծ նավթի պաշարներն ունի։ Իհարկե արդյունահանման ծավալներով առաջինը չի, բայց ամենամեծ նավթի պաշարներն ունի, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները հետևողականորեն ցանկանում է ժողովրդավարություն հաստատել հատկապես այն երկրներում, որոնք նավթի պաշարներ ունեն։ Այնպես որ դա էլ գիտենք,
չնայած որ այնտեղ որտեղ կարողանում է գործընկերություն անի, թագավորի հետ էլ ախպերություն։ Այսինքն խնդիրն անպայման նա չի, որ նավթ արտահանողը ժողովրդավարը լինի։ Խնդիրը նա կամ պետք է գործընկեր լինես, կամ քո մոտ ժողովրդավարություն ման գանք, որովհետև նավթը արդեն գտել են։ Այնպես որ եթե նույնիսկ դա Ամերիկայի շահերից բխող քայլերը, միայն ուրախ են, եթե Միացյալ Նահանգները վերականգնի իր դիրքերը, որովհետև Մադուրոն Վենեսուելայի նախագահը դիմել էր տարբեր երկրների, որ իրան պաշտպանեն ընդդեմ Ամերիկայի, բայց հաստատ որևէ մեկը գլխի ձեռ չի վերցրել, ոչ Ռուսաստանը, ոչ Չինաստանը, որոնք որ պաշտպանեին Ամերիկայի դեմ։ Այնպես որ Դոնալդ Տրամպը կարծում եմ ոնց որ թե կամաց ուզում է վերադառնա ճիշտ հունի մեջ։ Անընդհատ ասում 8 ամսում էս արեցի, 8 ամսում էս արեցի, անընդհատ հաշվետվություններ ա ներկայացնում, բայց եթե 8 ամսում գոնե հասնի նրան, որ վերադառնային ճիշտ հունի մեջ, որից հետո արդեն իմանան նոր աշխարհակարգի համար ուկրաինական պատերազմում ինչ անելու, դա էլ քիչ չի։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի Ուկրաինան Գերմանիայից Patriot համակարգեր է ստացել։ Մենք ամրապնդել ենք Patriot-ների բաղադրիչը մեր ուկրաինական հակաօդային պաշտպանության մեջ։ Ես շնորհակալ եմ Գերմանիային եւ անձամբ կանցլեր Ֆրիդրիխ Մերցին ռուսական ահաբեկչությունից կյանքերը պաշտպանելու մեր այս համատեղ քայլի համար։ Ռուսաստանի օդային հարվածները Պուտինի գլխավոր խաղադրույքն են այս պատերազմում։ Մենք ահաբեկչությամբ են ցանկանում փոխհատուցել գետնի վրա իր խելահեղ նպատակներին հասնելու անկարողությունը, ասել է Զելենսկին։ Մեր գործընկերների հետ միասին մենք շարունակում ենք աշխատել հակաօդային պաշտպանության հուսալի համակարգի կառուցման ուղղությամբ եւ ուշադրություն, եւ մեր կարողությունները կկարողանան երաշխավորել ոչ միայն Ուկրաինայի, այլև մեր գործընկերների անվտանգությունը, երբ դա անհրաժեշտ լինի, հայտարարել Ուկրաինայի նախագահը։ Այսինքն երբ որ Եվրոպան ասում է, որ ժողովուրդ ջան, նայեք, Ուկրաինան ամենամարտունակ բանակն ունի, լավ էլ զինվում է, եւ նայ Ռուսաստանի հարևանը, պաշտպանելով Ուկրաինային պաշտպանում ենք մեր անվտանգությունը, հիմա Զելենսկին ասում է անվտանգության համակարգերը, հակաօդային պաշտպանության համակարգերը արդյունավետ գործողության մեջ դնելով Ուկրաինայում, Ուկրաինայի հետ կապված այդ հարցերը լուծելով մենք լուծում ենք նաեւ եվրոպական անվտանգությունը, որովհետեւ այդ սպառնալիքը, որը ներկայացնում է Ռուսաստանը, մենք ի վիճակի ենք չեզոքացնել։ Եվ շնորհակալ ենք, որ դուք այդ հարցում մեզ աջակցում եք։ Իդեպ, այսպիսի խնդիր կա։ Դոնալդ Տրամպի հռետորաբանությունը եւ նաեւ քայլերը 180 աշճան փոխվեցին, չէ՞, նախընտրական ժամանակ ուկրաինական պատերազմի հետ կապված եւ Հիմա հարցը առաջանում, կարող է նորից էլի հետ փոխվի, որովհետեւ հիմա էլ մտածում է, որ Ռուսաստանին այնուամենայնիվ ճնշելը ավելի ճիշտ է, չնայած վերջնական չի այդ գծի վրա։ Բայց ինչի ավելի հավանական է, թեկուզ Իրանից հեռու չի որ դա անի, ավելի հավանական է, որ ինքը այնուամենայնիվ մնա այդ գծի մեջ, այսինքն Ուկրաինային աջակցելու, քան նորից շուրգա դեպի Ռուսաստան։ Ինչու՞։ Որտեղ ի սկզբանե իր պատկերացումները որն էր։ Դեր նախընտրական շրջանում, որն ասում ենք աբսուրդ է, այս ինչ ասում ես մարդը։ Ուկրաինային էր մեղադրում, Ռուսաստանին արդարացնում, Ռուսաստանը ճիշտ է եւ այլ, ուժի դիրքից եւ այլ, այդ ամեն ինչը շատ են խոսել։ Հա, բայց եկավ իշխանության ու դա էր անում։ Անկամ ճնշում գործադրեց փետրվարին հանդիպման ժամանակ Զելենսկու, որ դու պետք է զիջես, խաղակարտեր չունես եւ այլ։ Հա, այսինքն նպատակը որն էր, իր պատկերացումը կյանքի կոչեր։ Որն էր այդ պատկերացումը։ Մեր մոտ են քաշում Ռուսաստանին, որ մեկուսացնենք Չինաստանին, Եվրոպային ասենք գնա քո հարցերը լուծի մեզ օվկիանոսաբաժանում, դու զբաղվի Ուկրաինայով, մենք քեզանով չենք զբաղվում։ Անկամ Եվրոպայի անվտանգությամբ չենք պատրաստում զբաղվել, հետ ենք քաշում, որտեղ մեր հիմնական թիրախը Չինաստանն է։ Սա էր Դոնալդ Տրամպի պատկերացումը։ Այսօր տրամագծորեն հակառակ պատկերացումը։ Պետք է ճնշել Ռուսաստանին գնալ խաղաղության, միասնական գործել Եվրոպայի հետ, լավ լինել Չինաստանի հետ, որպեսզի մեկուսացնել Ռուսաստանին։ Այն ինչի մասին, որ պարբերաբար խոսել են, որ դա պետք է անի։ Ինչի ավելի արժանահավատ է, որ այս ճիշտը լինի։ Թեպետ նորից եմ ասում, իր համար կարող է առավոտ արտանա ուրիշ բան որոշի։ Որտեղ այն արդեն փորձեց ու սխալվեց։ Այն արդեն փորձեց, տեսավ անարդյունք եղավ։ Հիմա նոր անցավ սրան։ Այսինքն սա այնպես չէր, որ ինքը ուղղակի sense որոշում էր, սա անեմ, թե նա անեմ։ Նա արդեն փորձել է։ Դու կանգնում ասում ես, մեզ օվկիանոսա բաժանում Եվրոպայից,
ինչի պիտի Եվրոպայի անվտանգությամբ զբաղվում են, անգամ ասում են ՆԱՏՕ-ի են երկրները, որոնք բավարար ծախս չանեն, իր անվտանգությամբ չեն կես զբաղվի, ընդհանրապես թող գնան ինչ ուզում են անեն։ Եվ մեկ էլ մտածում ես, որ Չինաստանին մեկուսացնելու համար Եվրոպան քեզ պիտի օգնի։ Բայց հարցածագում իսկ ինչի պիտի օգնի։ Այն էլ օգնությունը մենակ ռազմական չես ակնկալում, նաև տնտեսական։ Եթե գնում ենք մեկուսացման, Եվրոպայի շուկան ավելի մեծ է, դե բերեք Չինաստանին խեղճացնենք, բայց հարց։ Նույն Եվրոպան շատ քաղաքակիրթ ձևով առանց կոնֆրոնտացիայի Միացյալ Նահանգներին բացատրում է, հարգելիս, դու ասում ես մեր մեջ օվկիանոս է։ Բա ինչ է, այն կողմի վրա չեք տեսել, որ այն կողմից էլ մինչև Չինաստան մի քիչ ավելի մեծ օվկիանոս է, անունն էլ խաղաղ։ Բա ինչ եք ուզում ենք դրան խառնվենք։ ՆԱՏՕ-ն ի վերջո ինչի համար է ստեղծվել Եվրոպայի անվտանգության 49 թվականի ապրիլի 4-ին 12 հիմնադիր պետությունով Վաշինգտոնում ինչի համար կոնկրետ նպատակային Եվրոպայի անվտանգության կոնկրետ նպատակային խորհրդային միության առաջ քաշման դեմն առնելու ինչու որտեղ խորհրդային միությունը 49 թվականի օգոստոսի 29-ին արդեն Սեմիպալատինսկում փորձարկեց միջուկային ռումբ բայց հարցը դեմ ապրիլին է եղել նա օգոստոսին բա ինչի է մեկը մեկից հետո ոչ արդեն ամերիկացիները հայտնաբերել էին իրանց շպիոններին իրանց լրտեսներին որոնք միջուկային ամբողջ ծրագիրը տվել էին ռուսներին եւ նրանք արդեն միջուկային ռումբը ստեղծել էին եւ իրանք էլ հասկացան հենց միջուկային ռումբը ստեղծեց ամերիկայի կողմից միջուկային շանտաժը չի աշխատելու հակառակ շանտաժն անելու է խորհրդային միությունը երբ որ միջուկային ռումբ ունենա ժամ առաջ մտածեցիք ստեղծեք նաեւ ՆԱՏՕ-ն որ Եվրոպայի անվտանգությունը պահպանեք այո կոնկրետ Եվրոպայի դա համաշխարհային անվտանգության ֆունկցիա չուներ ՆԱՏՕ-ն եթե այդպես չլներ ելի ենք խոսել այդ մասին 49 թվականին ստեղծված ՆԱՏՕ-ին 51 թվականին Ավստրալիան ու Նոր Զելանդիան ինչու չմիացան ինչու Ամերիկան ստեղծեց առանձին ռազմական բլոկ անզյուսը Միացյալ Նահանգներ Նոր Զելանդիա Ավստրալիա որովհետև Նոր Զելանդիան ու Ավստրալիան Եվրոպայի անվտանգության հետ առնչություն չունեին այսինքն դա կոնկրետ նպատակ էր եւ մարդիկ էլ ասում են հարգելիս դու ստեղծել ես ՆԱՏՕ-ն Եվրոպայի անվտանգության համար Եվրոպային ասում ես մենք քեզ չենք օգնելու որովհետև Չինաստանի դեմ պայքարում ենք դու էլ մեզ օգնի Հետո հասկացավ, որ դա չաշխատեց։ Եվրոպայի հետ միասնական քաղաքականություն պետք է վարես։ Եթե Եվրոպայի հետ միասնական քաղաքականություն վարես, նրանք է շատ կոշտ ձևով դրեցին, ասին Ուկրաինայի հարցում պետքա Ուկրաինայի թիկունքին կանգնել։ Այսինքն ուզեմ ասեմ, ես այդ քայլերի հաջորդականությունն ասում եմ, որ դա այնպես չի, որ քնից արթնացավ, հիմա էլ որոշեց Ռուսաստանին նկատմամբ ճնշում գործադրի։ Այն մեկը արդեն ցախողվեց, որտեղ այն մեկի ամբողջ փաթեթը որն էր Ուկրաինային ճնշել, Ռուսաստանին սիրաշահել, Չինաստանին մեկուսացնել, Եվրոպայից հետ քաշվել, բայց Եվրոպան իրան օգնի Չինաստանին մեկուսացնելու։ Անտրամաբանական մի հատ շղթա, որը ուղղակի գործել չէր կարող։ Բայց դրան ժամանակ էր պետք, որպեսզի ինքը դրանում համոզվի։ Հիմա երբ որ դրանում համոզվել է, քայլերի հաջորդականությունը հիմա նայենք։ Եվրոպայի հետ միասնական է գործում, Ռուսաստանին ճնշում է, Չինաստանին սիրաշահում է, չէ՞։ Այսինքն այս քայլերի տրամաբանությունը տանում է այն ճիշտ ուղղությամբ, որովհետև այն ժամանակ ասում ենք փոխանակ սա անես, նա էս անում։ Հիմա դա է անում։ Դա է հարցը, որ ես մտածում եմ, որ գոնե հույս ունենք, որ հիմա ճիշտ ճանապարհի վրա է, չի փոխվի, որովհետև արդեն սխալների ամբողջ փաթեթը փորձարկել է, նոր է հանգել սրան, որի արդյունքում հիմա նաև իհարկե կունենա նաև Եվրամիության աջակցությունը։ Բացի այն, որ Եվրամիության անվտանգային համակարգի հարցը կլուծվի, որտեղ նրանք ռազմական ծախսերն ավելացնում են։ Այսինքն մենք հասկանանք, թե տարբերությունը որն էր սրա։ Ամերիկայի Միացյալ Նահանգների քայլը արդեն մի հատ սխալը արված է։ Սխալը քայլ առ քայլ իրանք փորձարկեցին եւ տեսան, թե ինչ անարդյունավետ քայլերի հաջորդականություն էր։ Հուսանք, որ սա վերջնական է։ Դրա համար ինչ որ միտեղ եթե լավատեսություն ունեմ, այնքան չեմ ելնում նրանից, որ Դոնալդ Տրամպը ճիշտ ուղու վրա է, որքան որ ինքը արդեն սխալի չափը արդեն օգտագործել է։ Սխալը տեսել է, որ առաջ չի տանում։
Բլումբերգ լրատվական գործակալությունը գրում է, որ չինական նավթավերամշակող ձեռնարկությունները սկսել են հրաժարվել ռուսական նավթի գնումներից, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն եւ արևմտյան մյուս երկրները պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի Դաշնության առաջատար արտադրողների եւ նրանց հաճախորդների մի մասի դեմ։ Իհարկե, սա անմիջապես արձագանքը չի հաջող բանակցությունների Դոնալդ Տրամփի եւ Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի, սա process է, որը արդեն Դոնալդ Տրամփն ասեց, որ պետք է սանկցիաներ կիրառենք, բայց այնպես չի, որ այս վերջի հանդիպումից առաջ իրանք Չինաստանի հետ չէին բանակցում եւ չէին փորձում տեսակետները մեղմացնել։ Այսինքն սա process է, որի պարագայում սա նույնպես բխում է այն հետևողական քաղաքականության շրջանակում։ Չինաստանին ասա, որ Ռուսաստանի պարտությունը քեզ վնաս չի, մենք քեզ մենակ չենք թողելու, եւ Չինաստանը քեզ կօգնի Ռուսաստանին հաղթել։ Այլապես ինքը պետք է մտածի, հաղթեմ, որ հետո մենակ մնամ։ Հիմա սա էլ այդ քայլերի հաջորդականության մեջ է, որովհետև որևէ սկզբունքով չես կարող մեղադրել Չինաստանին, թե ինչա Ռուսաստանի հետ կամ ինչա մյուսի հետ։ Նա այդպես չի պատրաստում առանձնապես իրան կոտորի։ Կոմունիստական երկիր է, տոտալիտար երկիր է։ Այսինքն նա այդպես խնդիր չունի, որ հանկարծ ուզվի, թե ինչ են Ռուսաստանին պաշտպանում։ Իր շահերից բխով նրա հետ էլ կլինի, նրա հետ էլ կլինի։ Հիմա դու առաջարկի ավելի լավ պայման, տես ինչ անում։ Հիմա ինչպես տեսնում ենք, դա էլ հաջորդ քայլն է, եւ որ հետևողականորեն դա կատարվում է։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հռոմի կենտրոնում գտնվող պատմական աշտարակի մասնակի փլուզմանը։ Իտալիան կփլուզվի տնտեսությունից մինչև աշտարակներ, քանի դեռ նրա կառավարությունը վատնում է հարկատուների փողերը Ուկրաինայի վրա։ Այ մարդ, ինչ բացահայտում արդ, այս կնիկը պայծառատ է սա, ժողովուրդ ջան։ Այսինքն Իտալիան փլուզվում է, հա։ Մի հատ միջնադարյան մի հատ բան, ասենք փլուզվել է, այնքան տես բաներ ալնում։ Այսինքն դուք չեք նկատում, որ դուք Ուկրաինա եք մտել եւ ուկրաինացիները փլուզում են ձեր տնտեսությունը։ Հիմա դուք ավետում եք բանի Իտալիայի տնտեսության փլուզում, որտեղ Իտալիան փող է տալի Ուկրաինային։ Ձեր դարդով հնարավոր չի զբաղվել, մի հատ հասկանաք, թե ոնց են նպատակային շարքից անում ձեր օբյեկտները, ռազմական նշանակության եւ նավթավերամշակման գործարանները։ Գալու է մի պահ, որ դուք առաջ եք գալու, բայց թիկունքը չի լինելու, չեն հասկանում նույնիսկ, որ լավ էլի մի քանի կիլոմետր եկար, էլի մի քանի կիլոմետր եկար, շատ մեծ զոհեր տվեցիր, շատ բաներ արեցիր, թիկունքը կտրում են քեզանից։ Ինչա մոռացաք, որ եկել էիք, անցել էիք գետը, հետո թողեցիք, ճողոպրեցիք, որովհետև վախեցաք, որ կընկնեք շրջափակման մեջ։ Մահաշներից առաջ էր, չէ՞, հասկացաք, որ դու չեք կարող դա պահել, որպես պլաց թարմ։ Ուղղակի փախակ, սկի չսպասեցիք, որ ձեզ այդից քշեն, որովհետև հասկացաք, որ օպերատիվ արդեն բանի շրջափակման մեջ եք հայտնվել։ Այսինքն, եթե առաջ ես գնում, ուր ես առաջ գնում, թիկունք չկա։ Թիկունքը քեզ չի պահում, ուր ես առաջ գնում։ Ենթադրենք մի քանի կիլոմետր էլ գնացիր։ Այն գործարանները, որոնք որ պետքա մատակարարեն, այն խնդիրները, որոնք պետքա լուծես, այն կոմունիկացիաները, որով պետքա անես, այդ ամեն ինչը շարքից անում են, չեք նկատում։ Հիմա նկատում եք, որ Իտալիայում մի հատ միջնադարյան մի հատ կառույց է փլուզվել, կամ մասնակի փլուզվել։ Կվերականգնեն, ժողովուրդ ջան։ Բայց սա հենց Ռուսաստանի վերաբերմունքն է։ Այս այն Ռուսաստանն է, որը որ իր վարած քաղաքականությամբ Հայաստանից դուրս չի եկել, ժողովուրդ ջան։ Բա մեզ դա է հետաքրքրում։ Հայաստանից դուրս չի եկել։ Առաջիկա ընտրությունները այդ մակարդակով է գնալու։ Ռուսաստանի շահերը սպասարկելու։ Այսօր դուք չեք նայում համացանցում ինչա կատարվում։ Հա, ես չեմ ուզում կոնկրետ անդրադառնալ, որովհետև անուններ տալով, բայց որ բացատրում են, որ Ռուսաստանի շնորհիվ մենք ինչ հաջողություններ ենք ունեցել, այ հիմա այդ հաջողությունները չունենք։ Այն որ այսօր հաջողություններ չունենք, այդ գիտենք, բայց Ռուսաստանի շնորհիվ հաջողություններ ենք ունեցել, այսօրակարգն է, ժողովուրդ ջան։ Այսինքն այն թերությունները, որ այս իշխանությունը ունի, այդ թերությունը ներկայացնեն որպես Ռուսաստանի շահերը սպասարկելու տարբերակ, որտեղ իրանք այդ գծի վրա են մտածում։ Իդեպ
մի հարց ասեմ, ելի դրանք անդրադառնամ, 3 օր անընդմեջ Իրանի տարբեր դրամաչափի պաշտոնյաներ նույն թեմային անդրադառնում են։ Ուրեմն դա նշանակում է, որ մեզ էլ դա պետք է հետաքրքրի, չէ՞։ Հիմա այն օրը Աբբաս Արաղչին էր, արտգործնախարարը, երեք Մասուդ Փեզեշչյանը նախագահ, այսօր էլ Իրանի գերագույն առաջնորդը։ ԱՄՆ-ի համագործակցություն Իրանի հետ անհնար է հաշվի առնելով Ամերիկայի կողմից շարունակական աջակցությունն անիծյալ սիոնիստական վարչակարգին, Իսրայելին նկատի ունի բարձր, ինչպես նաև ամերիկյան ռազմակայանների առկայությունը եւ միջամտությունը տարածաշրջանային գործերին։ Այսինքն նույնիսկ պրոբլեմա համարում բազաների ներկայությունը տարածաշրջանում։ Միամտություն է կարծել, թե Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև բոլոր տարաձայնությունների պատճառը մահ Ամերիկային կարգախոսն է։ Իրանի Իսլամական Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջև հակասությունները խորը հակասություններ են եւ երկու հոսանքների շահերի բախում, հավելել է Խամենեին։ Այսինքն սա ինչի համար է ասում, այսինքն սա ընդհանրապես միջուկային լաբորատորիաների փորձարկման կամ խաղաղ ատոմ ստեղծելու, որին Ամերիկան չի վստահում, դա չի, շատ ավելի գլոբալ խնդիրներ ունեն իրանք, շատ խորը հակասություններ ունեն իրանք, որը որ այդ մի հարցով չի պայմանավորված։ Գերագույն առաջնորդը տալիս է այդ բանաձևը, իսկ այդ բանաձևի հետ կապված, եթե իրանք համարում են, որ իրանք այդպիսի խորը հակասություն ունեն, մենք ոնց էինք մեր տարածքում երկուսի հետ էլ համագործակցության փաստաթղթեր ստորագրելուց խոսում, որ տեսեք ինչ ենք անելու, անհամատեղելին համատեղելու ենք Հայաստանի տարածքում, բա դրա մասին էինք ասում, ժողովուրդ ջան, որ ում եք խաբում, այդ տեսեք ինչ լավ պայմանավորվածություններ ունենք, այդ նույն լավ պայմանավորվածություններն ունեք համ Ամերիկայի, համ Իրանի հետ, երկուսն էլ պատկերացնում եք Հայաստանի տարածքում կողք կողքի աշխատանք են տանելու։ Այս պրիմիտիվիզմը որտեղից է գալիս։ Իդեպ նաև երբ որ ես ասում եմ, որ ասենք այդ օրակարգը, որի մասին խոսում ենք, չէ՞, մի հատ հետաքրքիր բան ուղղակի նայենք, էլի։ Ասենք 18 թվականին եղել է հեղափոխություն, հետո պարզվեց, որ հեղափոխություն չէ, այդ պահին մենք գիտեինք, որ հեղափոխություն է։ 18 թվականին եթե մարդիկ են եղել, որոնք պաշտպանել են Նիկոլ Փաշինյանին, բարբերաբար խոսել ենք դրա մասին, որ բա Սերժ Սարգսյանի եւ դրանից առաջվա Քոչարյանի 20 տարվա այդ խոպանչիների լծից ազատվելու համար բա ինչ էի ուզում։ Բա իհարկե մարդիկ ոգևորված փողոց են լծվել ամբողջ աշխարհով տոնախմբություններ, ինչի մասին է խոսքը։ Այսինքն դա հասկանալի է։ Եթե հետո դու հիասթափվես Փաշինյանից, դա էլ է հասկանալի, որովհետև արդեն համոզվեցիր, որ դա հեղափոխություն չէ, լավ էլ պայմանավորված էր Սերժ Սարգսյանի թիմի հետ։ Արդեն համոզվեցիք, որ Նիկոլ Փաշինյանը տարիների ընթացքում սխալներ թույլ տվեց, որոնք անհամատեղելի են այդ պաշտոնի հետ, կամ դուք նրան գնահատեիք եւ այլն, դա հասկանալի է, այսինքն դրական ես մոտեցել, գնացել է բացական, որովհետև տեսել ես այդ ամեն ինչը, լսել ես ամեն ինչ։ Բայց երբ որ մարդը 2018 թվականին նիկոլական չի եղել, 2025 թվականին դառել է նիկոլական, այդքան բան է իմանալով, դա որ դեպքում է ժողովուրդ ջան, ինքը Նիկոլ Փաշինյանի գաղափարներն է կիսում, պարզապես մարդուն ասում ես, էլ հեչ հաց ուտելու ուրիշ տարբերակ չունեիր, կարեք ցանկով մոտենանք, դե մարդը կարող է սովամահեր լինում, ժողովուրդ ջան, որտեղ դու չես կարող բացատրել, եթե դու 18 թվի Բերում են օրինակ, ասում են, այս ինչը Նիկոլ Փաշինյանին քննադատել է 18 թվից հետո։ Հիմա Նիկոլ Փաշինյանը նրան ընդգրկել է, մեկը հոգևորականին են ասում, մեկը Ժորժ ջան, ով էլ Նիկոլ Փաշինյանին համար գնա նրա ոտեր նգնի կամ գնա նրա փորձի սպասարկել, դա իրան ձեռնտու է, որտեղ նրանք շատ մեծ ռեսուրս չունեն ներգրավելու։ Այդ դեպքում նաև դա է որ ախալի է։ Հակառակ շարքային ժողովուրդը գնա իրան ձայն տա, բայց շատ ռեսուրս չունեն, որ մարդիկ ցանկանան այս իշխանության հետ լաքոթվեն։ Այդ իսկ պատճառով իրանք ցանկացածը նույնիսկ եթե երեք իրանք հայոյել է, այսօր գալիս է իրանք միանումը համաձայնեն։ Հարցը սա է, որն է տրամաբանությունը, որ դու 18 թվին նիկոլական չէիր, 25 թվին նիկոլական ես։ Միայն հեշտ փող աշխատելու ձև։ Վերջ։ Կամ որն է տրամաբանությունը, որ դու 18 թվին Քոչարյանական չէիր, 25 թվին Քոչարյանական դառնաս։ 18 թվին դրանից հետո հիմնական պայքարողներ 21 թվի ընտրությունների, դաբրոուներ Պուտինից եւ այլ, չէ՞։
Այսինքն հիմա արդեն նրա հայ-հայը գնացել է, վայ-վայը մնացել է, որ դեպքում կարող ես գնալ նրան միանալ։ Մի դեպքում, երբ որ մտածես, որ այդտեղ բանը հեշտ փող են բաժանում։ Պետք չի գաղափարներ ման գալ, որ այս երկու կողմը դրացնես լուրջ գաղափարական պայքար են տանում։ Շատ ծիծաղելի է, ժողովուրդ ջան, գաղափարական պայքարը ո՞րն է։ Եթե դու ուներ այն ժամանակ Քոչարյանի կողքը այս ընթացքում հիասթափվեիր, որ ոչ մի բան չարեց, կամ շատ բան ջրեր ես, դուս եկավ կհասկանամ։ Բայց եթե դու այն ժամանակ կողքը չես եղել, հիմա ես գնում միանում, դրա բացատրությունը ո՞րն է, ժողովուրդ ջան։ Լափը, ուրիշ ոչ մի բան։ Ինչ կապ ունի, լափը բաժանում է, Քոչարյանը թե Նիկոլ Փաշինյանը, ոչ մի տարբերություն։ Այդտեղ սկզբունք պետք չի ման գալ։ Ու եթե այս երկու կողմի մարդիկ իրար մազեր են պոկում, լուրջ չէ էլի, որ մենք ասենք անընդհատ նրանց օրակարգի մասին խոսենք։ Պարզապես ես ասում եմ, որ խոսենք, որ հասկանանք, որ նրանց օրակարգի մասին պետք է չխոսենք, որտեղ նրանց ամբողջ ուշն ու միտքը այդ տարածքը լցնելն է, այդ ամբողջ տարածքը լցնելն է իրանցով հանրային տիրույթը, որ մարդիկ դա քննարկեն, ու հետո նույնիսկ 26 թվին էլ ասեն, բալավ, Պուտինի, բանը Փաշինյանին չընտրենք, ում ընտրենք, բա որ նրանք կան, կամ նրանք էլ ասեն, նրան չընտրենք, ում ընտրենք։ 26 թվականին նույնիսկ գնանք տենց ընտրությամբ, ոնց որ 18 թվից մինչև այսօր այս երկրում ոչինչ չի փոխվել։ Մնալ նույն վիճակի մեջ, ժողովուրդ ջան։ 18 թվին հասկացանք։ Բա դրանից հետո 20 թվի պատերազմը եղել, դա էլ հասկացանք։ 20 թվից հետո պատերազմի գնահատական ա տվել Փաշինյանը, սարսափելի գնահատական, որ այդ պատերազմը այո արել ենք, որպեսի զոհեր տանք, որպեսի հանձնենք, այլապես մեզ չէին թողի։ Դուք այդ չէիք լսել, բայց դա լսեցիք, չէ՞։ Ու ձեր մեջ բան չփոխվեց։ Այս ձևի ենք գնում ընտրության։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։